Տիրոջը սիրելի ներկաներ, եղբայրներ, քույրեր, առաջի անգամ եկողներ, նորեր։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ մեկ ամիս էլ մեզ պահեց։ Շնորհակալություն ասենք, թե չասենք։ Այո, նա է, որ մարդուն տալիս է կյանք, շունչ եւ ամեն բան։ Եվ ես հավատում եմ, որ այսօր, եթե այս վայրի մեջ եկել եմ ես, եկել ես դու, պատահական չի իմ եւ քո գալը, եղբայրներ, քույրեր, սիրելի ներկաներ։ Կարող է ինչ-որ մեկի մղումով, դրդումով, առաջնորդությամբ, բայց իմացի մի ճշմարտություն։ Մեկը չի կարա Տեր Հիսուսին գա, եթե հայրը նրան չքաշի։ Մի հատ ասենք փառքես Տեր Աստված։ Եղբայրներ, քույրեր, շատ կարևոր է, որ այսօրվա օրը ինձ համար լինի արդյունավետ։ Ճիշտ ասած, մտնելուց առաջ եղբայրներից ասեց, ոնց որ ժողովուրդը քիչ են, այդ ձևի բան դրվեց սրտումս։ Ասում եմ, գալիս են բոլորը, բժշկվում են, գնում են ու էլ երևի չեն գալի պաշտամունքի, բայց մի կարևոր բան Աստված ուզում է, որ մեր կյանքի մեջ տեղի ունենա։ Ես կարդում եմ այդ տեղը ժամանակը շահելու համար եւ պետքա հայրմերով սկսենք այսօրվա պաշտամունքը։ Սա գրված է Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ 11 խոսքից, եղբայրներ, քույրեր, շատ ծանոթ տեղ, բայց կարդում եմ։ Եղավ, որ երբ ինքը Երուսաղեմ կերտար, Սամարիայի Գալիլեայի մեջ են կանցներ, ու երբ գեղմը պիտի մտներ, 10 բորոտ մարդիկ հանդիպեցան անոր, որոնք հեռուն կանգնել էին, որտեվ իրավունք չունեին բորոտները մոտենալու։ Քանիսն էին, բորոտների քանակը քանիսն էր, կարող եք ուշադիր լսեցիք, հա, 10 բորոտներ հեռվեն կանգնած եւ կանչում էին, եւ 13 համար ձայներնին վերցուցին ուսին, Հիսուս վարդապետ ողորմե մեզի, եւ տեսնելով անոնց ասավ, գացեք դուք ձեզ քահանաներուն ցուցուցեք, ու եղավ, որ երբ կերտար, մաքրվեցան։ Անոնց մեկը երբ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարձավ ու մեծ ձայնով փառք կտար Աստծուն, ու երեսի վրա անոր ոտքը ինալով շնորհակալ կլար անոր, եւ ինք սամարացի էր։ Պատասխան տվավ Հիսուս ուսավ, չէ որ 10 մաքրվեցան, իսկ այն 9 ուր են։ Այս օտարազգի են զատ ուրիշներ չգտնվեցան, որ դառնալով Աստծուն փառք տան, եւ ըսավ անոր, ելիր գնա, քո հավատքդ քեզ բժշկեց։ Եղբայրներ, քույրեր, Տերը նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Նա իր խոսքի համաձայն այս վայրում ներկա է։
Եվ այսօր մենք առնելու ենք հավատքով մեր բժշկությունը, թե երկրավոր, թե հոգևոր բժշկությունը, բայց կարևոր մի բան, որը կարդացինք մենք, որ այդ բժշկությունը կվերցնեմ Տիրոջից եւ կգնամ իմ կյանքով ապրելու, կա որ մարդ գալիս է Տիրոջից մի բան առնելու եւ գնալու, բայց կա մարդ, որ գալիս է Տիրոջ հետ հանդիպելու, Տիրոջը ձուլվելու, Տիրոջմով իր կյանքը նորոգվելու։ Ես ուզում եմ երկրորդ տեղը կարդամ այդ ուղությամբ, սա կարևոր բան է։ Կարևոր բան է, որ մարդը շնորհակալ սիրտ ունենա։ Մարդը գնահատի, եղբայրներ, քույրեր, սիրելի ներկաներ։ Ես մի բան ասեմ երկրավոր։ Մեկը մեկին, որ մի փոքրիկ լավություն անում, դուք ասեք, դուք ձեր ներսով հլնայեք, օրեր ես ման գալի, ամիսներ, որ այդ արած լավության դիմաց ինչ անես։ Մի հատ հատուցում անես, ոնց որ դու էլ հանգիստ լինես։ Այտենց է թե ոչ մարդը։ Եղբայրներ, քույրեր, Աստված լավություն չի արել։ Աստված իր միածին որդին ա տվել։ Ինչ հատուցենք Տիրոջ ասեք։ Անմնացորդ չնվիրվենք նրան։ Մեր կյանքը չընծայենք Տիրոջ ձեռքերի մեջ։ Չապրենք այսուհետ հավիտյան Տիրոջը փափագելով, Տիրոջը ծարավելով։ Այդ ձևի եղավ էս մյուս դեպքի մեջ, տեսեք։ Հիշացնում եմ Հովանու ավետարան 9-րդ գլուխ, երբ որ ի ծնե կույրը բժշկություն ստացավ։ Տեր Հիսուսը նրան բժշկեց, բայց ի ծնե կույրը չբժշկվեց ու գնաց իր կյանքով շարունակի ապրելու։ Նրա կյանքում տեղի ունեցավ մարմնավոր հրաշքից հետո տեղի ունեցավ իրական հոգևոր հրաշքը։ Եղբայրներ, քույրեր, կարդում եմ այդ տեղը, մենք կարդում ենք շատ անգամ եւ 9-րդ գլխի 25 համարը կարդում եմ, երբ որ ասեցին այդ մարդը մեղավոր է, որ քեզի բուժել է, այդ մարդը ճիշտ չի, վերջապես ինչ պատասխանեց կույրը, որի ֆիզիկական աչքերը բացվել էր, բայց նաև մի կարևոր աչքեր էր բացվել, որ աչքերը, կասեք, հուշեք ինձի, հոգևոր աչքերն էր բացվել, եւ ինչ ասեց 25 խոսքում, անիկալ պատասխան տվավ ուսավ, եթե մեղավոր է, ես չեմ գիտեր, միայն զայս գիտեմ, որ կույր էի եւ հիմա կտեսնեմ փառք Տիրոջը։ Նրա ներսը լուսավորվեց եւ տեսեք ով է տեսել ձևի բան, կույրը սկսեց արդեն ներսով հորդորել մյուսներին։ Պատասխան տվավ մարդը 30 համարից եմ կարդում ու Սավանոնց։ Եղբայրներ, քույրեր, կարևոր միտքը դա է։ Նա բժշկությունը չառավ ու գնաց իր կյանքով ապրելու։ Նա բժշկություն առավ, բայց նրա կյանքի մեջ հեղաշրջում տեղի ունեցավ։ Քրիստոս թագավորեց նրա սրտի եւ հոգու ներքնաշխարհում։ Պատասխան տվավ մարդը ուսավ, ատիկա է զարմանալի բանը, որ դուք չեք գիտեր թե ուր կե, եւ անիկա իմ աչքերս բացեց։ Եվ տեսեք, արդեն քարոզում է, այս անձնավորության ներսը լուսավորվել է, եւ ասում է, գիտեք որ Աստված մեղավորներուն մտիկ չներ, բայց եթե մեկ Աստվածապաշտը լա ու անոր կամքը կատարե, անոր մտիկ կնե։ Աշխարհի սկզբեն ի վեր լսված չէ, որ մարդ մկույր ծնվածի աչքերը բացած լինի։ Լուսավորվել է ներսը թե չէ, եղբայր է դառը, չեք զգում, քարոզում արդեն էս կույրը, որտեվ նրա կյանքի մեջ Տիրոջ այցելությունն ա եղել։ Եթե Աստուծո մեջ չլայն մարդը, բան մնալ չի կրնանել։ Հիմա տեսեք ինչ են ասում։ Պատասխան տվին ուսին անոր, դու բոլորովին մեղքերու մեջ ծնած ես ու մեզի վարդապետություն կնես ու դուրս արեցին զանիկա։ Տեսնում եք ինչա կատարվում։ Մարդը երբ որ բժշկվում է եւ իր կյանքը նվիրում է Աստծուն, անշնորհակալ չի գտնվում։ Սաղմոսի մեջ ասում է, շնորհակալություն մատուցանողը ինձի ինչ անում, հələ ուշեք, զիսկը փառավոր է, շնորհակալություն մատուցանողը, մարդը այդ ձևի բնույթ ունի, շատ անգամ ապերախտ է գտնվում, զգացել եք, որ մարդու ներսը կա այդ ձևի բնույթ, այո կա, դա ժառանգված գալիս է, բայց երանի նրան ով որ ունի շնորհակալ սիրտ, շարունակությունը կարդամաղոտ կանենք, 35 համարից, Հիսուս լսեց, որ Զանիկա դուրս ըրին, ու երբ գտավ Զանիկա Սավանոր, դուն կհավատաս Աստծո որդիին, Անիկա պատասխան տվավ ուսավ, Տեր, ով է որ հավատամանոր, եւ Հիսուսը Սավանոր, տեսարալ Զանիկա, ու քեզի հետ խոսողը ան է, Անիկա լսավ, կհավատամ Տեր, ու անոր
երկրպագություն հրավ։ Եվ Հիսուսը ասավ. ես դատաստանի համար եկ այս աշխարհ, որպեսզի չտեսնողները տեսնեն ու տեսնողները կուրանան։ Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր։ Ուրեմն այսօր մեր սրտերը պատրաստենք Տիրոջ առաջ։ Այն բժշկությունը, որ առնելու ենք հավատքով Տիրոջից, հետևանքը լինի, որ մեր կյանքի մեջ արմատական փոփոխություն լինի։ Այսուհետ ապրենք Քրիստոսի համար։ Համաձայն եք թե չէ։ Կանգնենք ոտքի, հայր մեր երկով, աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ։ Զիքոն է արքայությունը, զորությունը, փառքը հավիտյանս, հավիտենից, ամեն։ Yes.
Ձեր Տեր Աստվածը սիրում է ձեզ, այն Աստվածը, որ հավաքել է ձեզ այս վայրը, Աստծո ժողովուրդ, հոգ անում քո համար, քո վիճակին մի նայի ինչ վիճակի մեջ ես, մի նայի, որ խնդիր ունես, մի նայի, որ պրոբլեմ ունես, նայի Տեր Հիսուսի խաչին, նրա խաչը քեզ կարա բուժի, նրա վերքերը քեզ կարա անբուժեն, Տեր Հիսուս հենց այդպես ասում, ուզում եմ կարդամ Եբրայեցի 12:2-ը, ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությունը համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Սիրելի Աստծո մարդ, հերիքա դու քո վիճակում նայես Տեր Հիսուսին, նրա թափած արյունը քեզ կարա բուժի։ Եթե այսօր էլ դու չստանաս քո մարմնավոր բժշկությունը, եթե այսօր չստանաս քո հարցի լուծումը, բայց հավատա այս փաստին, Աստված ուզում է քո մտքի աշխարհի մեջ, քո հոգու աշխարհի մեջ, որ դու ամբողջովին պատկանես իրան։ Երբ որ քո մեջ այս հարցը լուծվում է, դու արդեն չես նայում քո մարմնավոր բժշկությանը, չես նայում քո հոգսի պատասխանին, որովհետև քո ներսը իրան է ուզում փառք իրան, քո ներսի սիրեկանը նայա դառնում, միակը նայա դառնում, որովհետև Տեր Աստված հենց այդպես ասեց, եթե ես չլնեմ առաջինը քո կյանքում, դու պետք է իմը լինես, ես քոնը լինեմ, որովհետև քո սրտի դռան ետևում կանգնած թակում է, որ դուռը բացես, նա պիտի մտնի քո մեջ, նա պիտի հանի քո մեջից բոլոր բաները, այն ինչ որ իրանը չի, այն ինչ որ ինքը չի հաստատե, Աստված ուզում է մտնի քո հոգևոր աշխարհի մեջ։ Ես ինչ եմ ուզում, սիրելի Աստծո մարդ, ես ինչ եմ ուզում, դու ինչ ես ուզում, ես ուզում եմ կարդամ Հովանու ավետարան, տեսեք մի հատ հատված եմ կարդում, բոլորից շատ ծանոթ է, 5-րդ գլուխ, կարդալու եմ 4-րդ խոսքից։ Սա այն հատվածն է, որը որ ավազանի կողը պարկած մի մարդ կար հիվանդ 38 տարի։ Հետաքրքիր է, սա էլ ավազան, Աստծո ժողովուրդ։ Սա էլ Աստծո տունը։ Հրեշտակը գալիս է եւ խառնում ամեն անգամ։ Եվ ինչ է տեղի ունենում, ով որ առաջինը կարողացավ գցի այդ ջրի մեջ, նա բժշկություն պետք է գտնի։ Այս հիվանդը սրան հավատում էր, դրա համար նստել էր, դրա համար հույս ուներ, որ մի օր ինքը պիտի մտնի այդ ջրի մեջ եւ բժշկություն ստանա, բայց մի հատ բայց կա, ես կարդում եմ 5-րդ խոսքից, Աստծո ժողովուրդ, ժամանակը շահեմ։ Հոն մարդ մը կար, որը 38 տարի ի վեր հիվանդություն ուներ։ Հիսուս երբ տեսավ նրան, որ ընկած պարկած էր, իմացավ, թե շատ ժամանակ է ի վեր է, ասեց նրան, կուզես առողջանալ, ինձ ասում,
Ինձ ասում, կուզես առողջանալ։ Ամեն մեկը ասեք ինձ ասում։ Կուզես առողջանալ, երբևիցե կարդում անցնում ենք, մտածում ենք, որ սա հիվանդի մասին է, հիվանդի մասին չի, քո մասին է, իմ մասին է։ Աստված անցնում է եւ ասում է, Հիսուս անցնում է եւ ասում է, ուզում ես առողջանալ։ Հարկ չի, որ ջուրը խառնի երեշտակը նորից է ստեղ։ Մարդիկ կան, որ չեն կարացե գանես վայրը, մարդիկ կան իրանց տներում են։ Աստված ամենուրեք է, Աստծո ժողովուրդ։ Աստված ամեն տեղը հավատացեք ես փաստին։ Աստված բոլոր տեղ կա։ Հերիքա դու հավատաս Տեր Հիսուսի ասացին, ուզում ես բժշկվել։ Աստված քեզ հարց է տալի։ Բայց տեսեք պատասխանը երբևից է։ Ճիշտ է մենք ասում ենք, այո Տեր ուզում ենք բժշկվել, բայց գիտեք ինչա տեղի ունենում։ Շարունակում եմ խոսքը։ Հիվանդը պատասխան տվեց անոր. Տեր, մարդ չունեմ, որ երբ ջուրերը խառնվին, ինձ ավազանը գցի, ու քանի որ ես ծանր կշարժվեմ, ինձ մե առաջ ուրիշ մը կբժշկվի։ Հոգսը տես բերում Հիսուսի առաջ։ Ցավը տես բերում Հիսուսի առաջ։ Ասում ես ախր ես ցավն ունեմ։ Էս հոգսն է։ Տեր Հիսուս, ոնց բժշկվեմ, եթե այս հարցերը իմ մեջ կա։ Չեմ կարում ազատագրվեմ այս խնդիրներից, այս պրոբլեմներից։ Տերը քեզ ասում է, ուզում ես բժշկվել, սիրելի հոգի, որովհետև Աստված ուզում է քեզ բժշկի, երբ որ դու քո մտքի մեջ դնում ես։ Հիշում եք, մի կին կար 12 տարի հիվանդություն ուներ, այս կինը ինքը իր մտքի մեջ դրեց Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 20 խոսքը։ Այս կինը իր մտքի մեջ դրեց. Երբ որ Հիսուսի հանդերձին կպնեմ, պետք է բժշկվեմ։ Աստծո ժողովուրդ, քեզ պետք է հավատաս Հիսուսին։ Երբ որ դու ես հավատքով մոտենում ես Տիրոջը, Աստված քո կյանքում փոփոխություն է անում։ Աստված անում է այն գործը, որը ինքն է ուզում մեր սրտերում տեսնի։ Երբ որ մեր սիրտը բժշկվում է, երբ որ մեր հոգևոր աշխարհը բժշկվում է, մեր մարմնավոր աշխարհը արդեն կբժշկվի։ Եթե չբժշկվի էլ, արդեն բժշկված ենք։ Հիշում եք, Դանիել Մարգարիություն 3-րդ գլխում Միսակը, Սեդրակ, Աբեդնագովը երբ որ կանգնեցին կրակի առաջ, թագավորի առաջ, ինչ ասեցին։ Թեև մեր Աստվածը չպահի էլ, մեկը քո կուրքին երկրպագություն չենք անելու, որովհետև մեր Աստծուն ենք պատկանում մենք, երբ որ ես մտքով ես նորոգվում, ով Աստծո մարդ, դու հաղթահարում ես մահին, դու կարում ես անցնես այն ճանապարհը, որ դրվել է մեր առաջ։ Աստված ուզում է քո մեջ տեսնի հաղթական քրիստոնյա, հավատքով գնացող քրիստոնյա։ Սա է Աստված ուզում մեզանից։ Մենք ինչ ենք մտածում դրա մասին։ Թե մենք մտածում ենք տկար ենք, չենք կարում, դե հավատքներս չի հերիքում, դե մենք զորավոր եղբայր քույր չենք դրանց նման, տկար ենք, սիրելի հոգի, քեզ մի բան եմ ասում, անօրենը եթե ուզեր, քեզ կուլ տար, վաղուց կուլ էր տվե, անօրեն այդ հնարավորությունը չունի քեզ կուլ տալու, որովհետև դու ցանկապատված ես Աստծո ցանկով փառք իրան, որովհետև մեր Աստվածը մեզի պահում է, որովհետև Աստված սահմանադրեց ամեն ինչին, Աստված քեզ սիրում է, Աստված եթե թողեր, մեզի վաղուց քամուն էր տվե, մեզի վաղուց կործանել էր կործանիչը, բայց Աստված իր ժողովրդին պահել գիտի փառք իրան, որովհետև Աստված սիրում է իր ժողովուրդը, ով որ առավոտ կանուխ փնտրում է իրան, ով որ Տիրոջն է կանչում, Աստված այցելություն անում է ժողովրդին, սիրելի Աստծո հոգի, մի վախեցի, որովհետև Աստված քո Տերն է, քո Աստվածն է, Աստված ուզում է, որ քո կյանքում բարձրանա, Աստված ուզում է քո հավատքը տեսնի եւ տեսնի, որ դու նայում ես Քրիստոսի խաչին։ Տեսեք ինչ ասում Եսայա մարգարեն 45-րդ գլուխ, 2-րդ խոսքը. Ես քո առջևից պիտի գնամ, խորթուբոր տեղերը պիտի շտկեմ, պղնձե դռները պիտի փրցնեմ, երկաթե նիգերը պիտի կոտրատեմ, եւ խավարի մեջ ծածկված գանձերը
ու պահված հարստությունները փառքիրան, քեզի պիտի տամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ քեզ անունովդ կկանչեմ։ Մեր անունը գիտեք։ Կարող է եղբայրը քո անունը շփոթի, քույրը քո անունը շփոթի, բայց նա քեզ գիտի քո անունով, գիտի որ դու ով ես, գիտի դու ինչ հոգս ունես, գիտի ինչ ծանրության մեջ ես, դու կարող անգամ հոգս ունես, սկի չես կարում խոսած դրա մասին ինչ-որ մեկի հետ, ծանր հոգս ա քո մեջ, բայց նա գիտի, այդ հոգսդ բերիր առաջ, Աստված ուզում է, որ դու հավատքով մոտենաս իրան, Աստված չի ուզում, որ դու քո տկարությունները բերես իր առաջ, Աստված չի ուզում, որ դու քո պրոբլեմները բերես իր առաջ, Աստված ուզում է, ոնց կաս գաս իր առաջ, ուզում ես բժշկվես, սա է Աստծո ուզածը քո կյանքում, Աստված սա է ուզում մեզանից, մի տեղ էլ կարդում եմ ու աղոթքի կանգնենք Աստծո ժողովուրդ, տեսեք ինչ ասում ավետարանը, Երկրորդ Կորինթացիս 4:16-ից կարդալու եմ, այս պատճառով չենք վհատվիր, թեպետ այս մեր դուրսի մարդը ապականվի, սակայն մեր ներսի մարդը օրեօր պիտի նորոգվի, այս հավատքով պիտի նորոգվենք, որովհետև մեր վարկյան թեև նեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործե, ուստի մենք երևցած բաներուն նայինք, հապա չերևացածներուն, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևացածները հավիտենական են, այս հավատքն է ուզում տեսնի Աստված քո կյանքում, հավիտենության մասին մտածենք Աստծո ժողովուրդ, այս հավատքով նորոգվեք, որ մեր մարմինը թեև մաշվի, բայց իմ զորությունը Քրիստոսա փառքիրան, այս հավատքն է ուզում Աստված տեսնի քո կյանքում, երբ որ դու այս հավատքով նորոգվում ես, հավատացնում եմ քեզ, մնացած հարցերը լուծված գալիս է, երբ որ խոնարհվում ես Քրիստոսի խաչի տակ, Աստված լուծում է քո մնացած հարցերը, սկի դու չես էլ արդեն ուշադրություն դարձնում, մեկ էլ տեսնում ես այն մի հարցը լուծվավ, առողջությունը դզվավ, երբևիցե Աստծո ժողովուրդ, այս խնդիրները մեր կյանքում երբ որ առաջանում է, սա պետք է մեզ, որովհետև այդ խնդիրների մեջ մենք ավելի ենք ընկնում Հիսուսի ոտները, այդ խնդիրների մեջ մենք ավելի ենք հավատքով նորոգվում, որովհետև նայեք Աստվածաշնչից առաջից մինչև վերջը, բոլոր հոգևոր մարդիկ անցել են այդ ճանապարհը, բոլորը դժվարություն են տեսել, բայց Աստծո ոտների տակից հեռու չեն գնացել, գիտեք խի, որովհետև նեղության մեջ ավելի ես կպնում Հիսուսին, ավելի ես նրան նայում, ու այս խոսքը քո կյանքում հաստատվում է, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, սա է Աստծո ուզածը մեր կյանքում, որովհետև Աստված ուզում է մեր կյանքում տեսնի այս հավատքը, արդ հավատքը հուսացած բաների հաստատությունն ու չերևացած բաների ապացույցն է, մենք պիտի չերևացած բաները տեսնենք Աստծո ժողովուրդ, մենք պիտի տեսնենք մեր հոգիները նրա հետ ապրելուց, երբ որ քո հավատքը սրա վրա չի նորոգվում, երբ որ քո ներսը չի կառուցվում սրա վրա, մենք կթուլանանք, մենք կընկնենք, դրա համար մեր աչքերը ամեն ժամանակ պիտի նայի Հիսուսի խաչին, փառք Տիրոջը սրա համար, այս հավատքով կանգնենք աղոթքի, ասենք Տեր, մենք ուզում ենք, որ մեր աչքերը նայի դեպի քեզ, որովհետև մեր բժշկությունը, մեր օրհնությունը այդտեղից է գալու, շնորհակալ ենք քեզանից Տեր, Հավատքի ճամփան Հավատքի ճամփան շատերի համար մեղքը ծածկելու միջոց է հարմար Եվ ձեռնտու է այն գիտեք թե ում Ով մի ոտքով է հավատքին հենվում Իսկ մյուս ոտքը հենած աշխարհին ապրում է այդպես տեղ տալով չարին Ով Աստծո վախը իր մեջ չի պահում
Սակայն միշտ Աստծո տունն է հաճախում, լսում է խոսքը, երգում, աղոթում ու հետո կյանքը հանգիստ վայելում։ Եվ առանց թափ հոգևոր կյանքի ուզում է շահել սերը Հիսուսի։ Եվ այդպես քանի տարիներ խաբելով մարդկանց եւ թե ինքն իրեն քայլում է իբրև ճշմարիտ ճամփով, սակայն կուրացած հոգու աչքերով եւ դեռ հույս ունի թե ինչ է լինի, Տերն իրեն երբեք մենակ չի թողնի։ Զարթնիր վերջապես, ով խաբված հոգի, ճամփա տանում է դուռը դժոխքի, բաց արա հոգուտ աչքերը գոցված, որ տեսնես մեղքը քո մեջ կուտակված, նորոգիր ուխտդ բարձրյալ Աստծո հետ, որ տեսնես նրա փառքը առհավետ, ճշմարիտ է, որ մեր Տիրոջ լուծը քաղցր է եւ բեռը թեթև, սակայն ում համար, ով որ պահում է օրենքը նրա եւ հույսը չի դնում աշխարհի վրա, ով որ ապրում է մաքուր ու արդար, չի անում այն ինչ իրեն է հարմար, եւ ով որ ահեղ փորձության պահին ապավինում է միայն Տեր Հիսուսին։ Լսիր սիրելիս, եթե դու սրտանց ուզում ես տեսնել Տիրոջը փառած, հայացքդ պիտի շեղես աշխարհից եւ ամուր կառչես Աստծո խոսքերից, ամեն կերպ պիտի սրտիդ համոզես զսպել քմահաճ խաղերն անհարգի, որ հետագայում չասես ինչ արի, ինչու սխալիս առջև աչք փակի, մենք բոլորս մեղք ունենք անխտիր, միայն մեր Տերն է անմեղ, իմացիր, բայց պետք է խոստովանվել մեր մեղքերը, որների մեզ մեր բարեգութ Տերը։ Սիրելի հոգի, քանի դեռ ուշ չէ, եկ խոստովանիր թույլ տված մեղքդ, բաց մի թող քո փրկության հույսը, որ քեզ ընձեռել է մեր Տեր Հիսուսը։ Միայն այդ դեպքում դու կհասկանաս Աստծո անսահման սիրո իմաստը եւ այդ սիրո լույսն էլ քեզ կօգնի տեսնել մեղավոր լինելուդ փաստը։ Ամեն։ Բոլոր Տիրոջ սիրողները թող ասեն, Տերը փառավորվի։ Հնարավոր է մենք ունենք նեղություններ, հնարավոր է խորը գուբերից ենք կանչում Տիրոջը, հնարավոր է մահվան շուքի ձրերով ենք անցնում, բայց հորդորում եմ Տիրոջմով մի կոտրվի, թող ուրախությունը չպակասի, կարող է հիվանդություններ ունեմ, բայց ես երկնքի քաղաքացի եմ, կարող է ես տկարություններ ունեմ, բայց Հիսուսը ընդունում է իմ ու քո աղոթքը, եղբայրներ, քույրեր։ Շուտով հավիտենական տուն ենք գնալու, գրկելու ենք Հիսուսին, փաթաթվելու ենք նրան, վայելելու ենք նրան, եւ ինքը խոստացել է, որ մեր արցունքները մաքրելու է, ել չենք լացելու, ել ցավ չի լինելու, նեղություններ չի լինելու, այլ հավիտյան պետք է փառավորենք Տիրոջը, հավիտյան պետք է լինենք Տիրոջ հետ, սա մեր մխիթարությունն է, որ շուտով Փեսան գալիս է, եւ մենք որպես հարս մեզի պատրաստում ենք եւ սպասում ենք նրա գալստյանը, թեև ունենք թերություններ, սխալներ, բայց մեր ընտրությունը Տերն է, մեր պաշտամունքը Տերն է, մենք Հիսուսին չենք պաշտում նրա համար,
որ ինձ առողջություն տա, քեզ առողջություն տա։ Մենք Հիսուսին չենք պաշտում, որ հանկարծ ինքը մեզի դժոխք չուղարկի։ Մենք Հիսուսին պաշտում ենք, որտեղ Աստված սեր է, իր անունը փառավորվի։ Մենք սիրում ենք Հիսուսին, որտեղ ինքը կյանք է, եղբայրներ, քույրեր։ Որտեղ մենք հասկացել ենք, որ կյանքը Հիսուսի մեջ է։ Ես որպես նեղություններ տեսած մարդ, հիվանդություններ շատ տեսած մարդ, ուզեմ հորդորեմ ձեզի, որ չկոտրվեք հիվանդությունների առաջ, ծունկի չգաք հիվանդությունների առաջ, այլ միայն Հիսուսի առաջ, բոլոր հարցերը լուծումա ծունկերի վրա Հիսուսի առաջ, ուրիշ ոչ մի տեղ, մեր գլխավոր բժիշկը Հիսուսն է, մեզի ողորմողը Հիսուսն է, երանի նրան, երբ որ ես լուրջ նեղությունների մեջ էի, երկու համար կար, որ կարդացի այդ նեղություններիս մեջ եւ այդ համարները ինձ կենթանացրեցին։ Հոբի 13:15-ն է, Հոբի 13:15 գրված է. «Տես, թեև նանձի մերցնի, դարձյալ նրան եմ հուսելու»։ Այս խոսքը ինձ կենթանացրեց, ասեցի այո ու ամեն։ Եվ 146 Սաղմոսի 5-րդ խոսքը. «Երանի նրան, որի հույսը իր Աստծո վրա է»։ Ձեր հայացքը, եղբայրներ, քույրեր, ուղղեք Հիսուսի վրա։ Ձեր ուշադրությունը լինի Հիսուսի վրա։ Սաղմոս 25:15-ում այսպես է գրված, Սաղմոս 25:15 «Իմ աչքերը միշտ դեպի Տերն են, որտեղ ասում է նա իմ ոտքերը կհանի որոգայթից»։ Երբ որ մեր հայացքը ուղղում ենք մարդի վրա, երբ որ մեր հայացքը ուղղում ենք ինչ որ մեկի վրա, չի ստացվում։ Բայց որ հայացքը ուղղում ես Տիրոջը, Տիրոջ զորությունը գալիս է, Տիրոջ ողորմությունը գալիս է։ Հիշում եք Երկերքոց 8-րդ գլուխ 5-րդ խոսքում, Երկերքոց 8:5-ը գրված է անապատից, այդ նեղությունից դուրս գալու մի հատ ելք կա, ասում է երբ որ կրտնես քո փեսային, երբ որ ընկնես Հիսուսի գիրկը, ասես ես հանձնվում եմ քեզ, ոչ թե հիվանդություններին ենք հանձնվում, այլ Հիսուսին ենք հանձնվում, տրվում ենք Հիսուսին, ասում եմ ես հավատացել եմ քեզ, իմ ապավենը դու ես Հիսուս իմ Աստված։ Ռոման աղբերս կարդաց մարդը 38 տարի հիվանդ մնաց, 38 տարվա մեջ չկոտրվեց, այդ տաճարից չհեռացավ, այդ աղբյուրից չհեռացավ, սպասում էր։ Այսօր ես ու դու էլ սպասենք նրա ողորմությանը։ Գիտեք, Միքիա մարգարություն 4-րդ գլուխ 9-րդ խոսքում այսպես է գրված. «Ինչի ես գոռում ու գոչում, թագավորը մեջդ չի, ինչու են քեզ ծննդկանի պես ցավեր բռնել, խորհրդականդ մեջդ չի, ինչի ես գոռում ու գոչում»։ Բայց այսօր մենք եկել ենք, մեր հայացք ուղղենք Տիրոջ վրա, ասեմ իմ ապավինությունը դու ես, իմ հույսը, իմ հավատը դու ես, որովհետև եղբայրներ, քույրեր, հնարավոր է այո, այսօր Տերը ինչ որ մեկին, հանկարծ ինչ որ մեկին էլ բժշկություն չանի, բայց սա կարևոր չի։ Իմ համար այսօր Տերը ինձ բժշկելն է, բայց Հիսուսի համար իմ հոգու բժշկությունն է կարևոր։ Որտեղ մարդը հնարավոր է լինի հիվանդ, բայց մտնի երկնքի արքայություն։ Լինի հիվանդ, բայց Աստված ընդունի աղոթքը։ Երբեք չկոտրվես։ Այն նեղությունները, որ դու ունես, Հիսուսը այդ բոլորից տեղյակ է։ Քու բոլոր նեղություններից Հիսուսը տեղյակ է, չկասկածես նրա սիրո վրա երբեք, չմտածես, դե որ դու հիվանդություն ունես, ուրեմն Աստված չի տեսնում, ուրեմն Աստված տեղյակ չի, քո աղոթքը չի լսվում, ոչ, նեղություններ կան, մեզի թույլ են տալի, որ մենք այդտեղ ճանաչենք Հիսուսի ամենակարողությունը, երբեք չքարոզենք մեր հիվանդությունները ինչքան մեծ են, ինչքան հզոր են, այս հիվանդությունների դեմ ով է կարացե կանգնի։ Այ Երանիրան, որ քարոզում ասում է իմ փրկիչը զորավոր է, իմ փրկիչը ամենակարող է, նա կարող է։ Պողոսը հայտարարեց. ես գիտեմ ում եմ հավատացել, որտեվ մեր փրկիչը կենթանի է, եղբայրներ, քույրեր։ Կան հիվանդություններ, նեղություններ, բայց որ հայացքը տուղում ես Տիրոջ վրա, բժշկությունը գալիս է։ Սաղմոս 34:5-ում այսպես է գրված, Սաղմոս 34:5 երբ որ նայում եմ նրան, լուսավորվում եմ, ալելույա Հիսուսին։ Մեր հայացքը ուղենք Տիրոջը, մեր աչքերը կտրենք ամեն ինչից, ոչ թե մեր էպիկենտրոնը լինի մեր հիվանդությունները, ոչ թե լինի մեր սխալները,
Այլ մեր էպիկենտրոնը պետք է լինի Աստծո խոսքը։ Երբ որ ուղղում ենք, ապավինում ենք Աստծո խոսքին, ասում եմ ես հավատում եմ քեզ։ Հիսուս ջան, դու կարող անձի չբուժես, բայց դու մնում ես իմ կյանքը անունդ փառավորվի։ Կարող է իմ վերքերը չբժշկվեն, դու տենց ես կամենում, որ ես տենց հիվանդ ապրեմ ու քեզ փառավորեմ։ Դու սեր ես, ես քեզ սիրելու եմ։ Իմ ընտրությունը մնալու ես դու, իմ պաշտամունքը չի փոխվելու, անկախ նրանից ինչ հիվանդություններ ունեմ։ Գիտեք, մի քանի տարի առաջ, երբ որ բժիշկները հայտնաբերեցին ու ռուս կերակրափող ստամոքս լեղապար աղիքս հեռացրեցին, 8 ժամուկես շատ կարճ կյանք էին տալի, բայց ես այսօր ստեղից հայտարարում եմ, որ ես երջանիկ եմ, իր անունը փառավորվի։ Կապ չունի մարդ հիվանդա թե տկարա, բայց ինքը երջանիկ է, գիտեք խի, որտեվ Հիսուս ունի, որտեվ մի հատ Հիսուսը որ փառվում է, էդի ոչ մի ուրախություն չես կարող համեմատես այդ երջանկության հետ, ոչ մի թորի հետ, ոչ մի ուրախության հետ չես կարող։ Մեկ երեխային ունում ուրախանում է, մեկը թորը, բայց էսի երջանկություններից ամենավերջի կետն է, երբ որ դու վայելում ես իրան, փառվում ես իրան, այդ վարքյանը ոչ մի բանի հետ ամբողջ աշխարհը չես փոխի։ Դրա համար երջանիկան նա, ում կյանքը Հիսուսն է, ով որ կարողանում է գրկի Հիսուսին, փաթաթվի Հիսուսին, գլուխը դնի Հիսուսի կրծքին, ասի ինչ լավ է որ դու աշխարհ ես եկել Հիսուս ջան, ինչ լավ է որ դու իմ համար ես մորթվել Հիսուս ջան, ինչ լավ է որ ես ամբողջ երկրագնդի վրա մի հատ տեղ կա, որ կարամ վստահեմ, գլուխս տնեմ ու հանգիստ առնեմ։ Գիտեք, Հոբը այնքան լուրջ հիվանդություններ են, այստեղ ոչ մեկը չենք ունեցել։ Գրված է անողորմ ցավերի մեջ, որ այդ վերքերը խեցի ովքերում թափում էր, վերքեր ուներ, գրված է երեխաները գալիս էին ոտից քաշում էին, կինը ասում էր քո շունչը զզվելի է, մխիթարիչները չէին կարող մխիթարեին, նեղացնում էին, բայց այս ամբողջ նեղությունների մեջ մի բան է գրված։ Այսի մորթը այսպես թափվելուց հետո այն ժամանակ իմ մարմնից տեսնելու եմ Աստծուն, որին ես ինքս եմ տեսնելու, իմ աչքերն են մտիկ տալու նրան, ոչ թե ուրիշինը։ Այս մարդը բազում նեղությունների մեջ իր հավատքը չկոտրվեց։ Իր հայացք ուղղեց Տիրոջ, ասավ իմ աչքերը տեսնելու են Տիրոջը։ Հովնանը աննազանդություն արեց, ընկավ կետի փորի մեջ։ Մենք հասկանում ենք, որ կետի փորի մեջ բազմոցներ չկար, որ ինքը բազմոցին նստած լիներ։ Այդ փորի մեջը այդ ջուրը ինչքան է լցում, ինքը կարող էր այդ պահերին խեղդվել։ Այդ նեղությունների մեջ կետի շարժվելու ժամանակ պատկերացնեք Հովնանի վիճակը ինչ լուրջ նեղություն էր կրում Հովնանը։ Բայց այդ նեղությունների մեջ հայացքս ասում է ուղղում եմ դեպի քո տաճարը, ասում է եւ դու լսեցիր իմ աղոթքը ինձ հանեցիր։ Ինքը փորի մեջ է, բայց արդեն իրան տեսնում է փրկված։ Չկասկածեք ձեր փրկության վրա, չկասկածեք Քրիստոսի սիրո վրա։ Կարող է հիվանդ եմ, էդի կապ չունի, բայց ես երջանիկ եմ։ Կարող է ես թերություններ ունեմ, բայց իմ ընտրությունը մնում է Հիսուս Քրիստոսը։ Չհանձնվեք հիվանդություններին, ծունկի չկաք այդ հիվանդությունների առաջ, այլ միայն Հիսուսի առաջ։ Բավականա ծունկի գալ իր առաջ, ինչքան հոգսերի ցուցակ ունես, մի վայրկյանում ջնջում այդ հոգսերի ցուցակը։ Հանդիպում ես Հիսուսին, հիվանդությունդ մոռանում ես։ Ամեն ինչ Պետրոս երբ որ հանդիպեց, ամեն բան մոռացավ, ասավ կլնի ստեղ մնանք լեռի վրա։ Կլնի ստեղ մնանք, տաղավար սարքենք ստեղ մնանք։ Բայց այսօր ես ու դու եկել ենք Տիրոջը հանդիպելու։ Գիտեք, մեր բուն նպատակը սա է։ Ես ուզում եմ քեզի վայելեմ Հիսուս ջան։ Իմ ամբողջ նպատակը դու ես Տեր Աստված։ Ես ուզում եմ, որ օգնես քո վրա ավելի խորը սիրահարվեմ, ով Աստված։ Այս սա եմ ուզում, որ քո առաջի ու մեծ պատվիրանը փորագրես սրտիս վրա։ Ոչ թե մի հատ թեթև հիվանդություն ունենամ ու մտածեմ Տերը թողել է, վայ Աստված ինձ չի լսում, վայ ես խեմ հիվանդ, այսքան հոգևոր եմ, այսքան պաշտում եմ։ Դա բոլորը մեր թշնամին է մեզի համոզում։ Սատանան է մեզի համոզում, որ դու խես հիվանդ, դու խես տկարացել, այսքան պաշտում ես խես սենց։ Բավական է մի հատ ասենք հայելի։ Հիշեք, Սատանան երբեք չի բարիացել ու երբեք մեր մասին չի մտածում, բայց այդ մասին որ խոսում է, մեր սիրտը խաբտում, ասում ենք այ մարդ դե ճիշտ ասում էլ ես քան խեմ սենց հիվանդ։ Բայց մի բան կարանք հաստատ ասեմ, Հիսուս ջան, դու արդար ես, իմ հետ կատարված ամեն ինչի մեջ դու սուրբ ու արդար ես։ Այս է հոգևորությունը։ Հոգևորը նա է, որ ցավերի մեջ է կարում ասի, ես սիրում եմ քեզ Հիսուս ջան։ Այն նեղությունների մեջ է կարում ասի, իմ կյանքը դու ես Հիսուս ջան։ Այս է հոգևոր մարդը,
որ իր հոգևորության մեջ չի կոտրվում, հավատքը սա է, որ մարդը չի կոտրվում։ Բազում նեղությունների մեջով մենք կարդում ենք սաղմոսները, գրված է խորը գուբերից կանչում եմ քեզ։ Մահվան շուքի ձրով անցնում էր մարդը, բայց չջարդվեց, չկոտրվեց, այլ հայացք ուղղեց Տիրոջը, եւ մենք տեսնում ենք Տեր իրան լայնն արձակ տեղ անեց եղբայրներ քուրեր։ Այսօր մեր հերթն է հայացք ուղղել Հիսուսի վրա։ Մի հատ համար եմ ուզում կարդամ երկրորդ օրինաց 32 գլուխ 39-40 խոսքերը, երկրորդ օրինաց 32-ի 39-40 խոսքերը։ Գրված է. ես եմ, ինձ հետ միասին էլ Աստված չկա, ես կմերցնեմ եւ կապրեսնեմ, ես կզարկեմ եւ կբժշկեմ։ Գրված է. եւ ես իմ ձեռքերը բարձրացնում եմ դեպի երկինք եւ հայտարարում է. ես ասում եմ, ես հավիտյան կենթանի եմ, իր անունը փառավորվի եղբայրներ քուրեր։ Տերը կենթանի է եւ այսօր բոլորի վերքերից տեղյակ է, բոլորի խնդիրներից ամեն ինչ տեսնում է, նա ամեն բան գիտի, նա ամենակարող է եղբայրներ քուրեր։ Ուր էլ գնաս, ինքը ամեն ինչից տեղյակ է, բայց բավական է մի խոսք ասի, մենք բժշկված ենք, բայց մի բան եմ խնդրում, եթե խնդիրներ կա, լավ է խնդրեմ Տեր, ստեղ ինչ ունես ինձ սովորացնելու։ Կարող է այդ ճանապարհը Տերը ուզում է ես այդ ճանապարհը անցնեմ։ Պետք է հիվանդանամ, որ հիվանդի ղադրի հասկանամ։ Պետք է ընկնեմ, որ ընկածի ղադրը հասկանամ։ Պետք է նեղություններ կրեմ, որ հետո կարամ այդ նեղություն կրողին օգնեմ։ Այս էլ է կարևոր բաներ, որ մեր կյանքում կա Աստված թույլ է տալի նեղություններ, հիվանդություններ, որ մենք իրան ավելի մոտիկանանք։ Հիվանդություններ կա, մեր պատճառով ա եղել, դրա համար պետք է զղջամ, խոստովանեմ, ընկնեմ Տիրոջ գիրկը, Տերը կբժշկի։ Կարևոր այսօր ես իմ հաղորդակցությունը Հիսուսի հետ չխորթացնեմ։ Անկախ նրանից իմ կյանքում ինչ ուզում ալինի, ես պետք է հայտարարեմ Աստված սեր է։ Իմ բոլոր նեղությունները պետք է ասեմ, ես սիրում եմ Հիսուսին։ Դրա համար եղբայրներ քուրեր, մի հատ էլ համար կարդամ ու կաղոթենք։ Եսայա մարգարություն 33-րդ գլուխ 17 խոսքերն է։ Խնդրում եմ, որ դնես սրտիդ մեջ։ Քո աչքերը ինձի ասում ու քեզ քո աչքերը տեսնելու են Թագավորին, տեսնելու են իր գեղեցկության մեջ, տեսնելու են լայնությունների երկիրը, շուտով Տերը գալու է ու ինձ ու քեզ տունա տանելու եղբայրներ քուրեր, հավիտյան ընդեղ ապրելու ենք, ասել եմ Հիսուս ջան, կլի մի հատ էլ փարվեմ քեզի, ասելու է կլնի մի հատ էլ համբյուրեմ, ասելու է կլնի, շուտով Տերը գալու է, երանի նրան, որ ասում է շուտով արի Հիսուս ջան, իմ սիրտը քեզ է սպասում, իմ հոգին շունչը քեզ է սպասում, որտեվ ես խորը սիրահարված եմ քո վրա, անունդ փառավորվի, խնդրում եմ կանգնենք աղոթքի եղբայրներ քույրեր։ Yes,
կհասնես, ես իմ ամբողջ սրտով կպաշտեմ քեզ Տեր, ես իմ ամբողջ մտքով կպատվեմ քեզ Տեր, ես իմ ամբողջ ուժով կմեծարեմ քեզ, դու իմ Աստվածն ես, իմ Աստվածն Սիրելիներ, սրտանց փարտիրոջը ես ուզում եմ փառավորեմ Տեր Հիսուսի անունը։ Նա արժանի է փառքերի, նա արժանի է պատվի մեծարանքի։ Եվ եթե ոչ մենք, ով պիտի փառավորի իրան, սիրելիներ, գրված է մեռելները, գուբի իշխնողները չեն փառավորելու, այլ մենք, որ այսօր կենթանի ենք, Տիրոջ անունը փառավորվի։ Մենք պիտի պատմենք իր առաքինությունները։ Թող փառավորվի Տիրոջ սուրբ անունը մեր սրտերի մեջ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Տերը թող օրհնի մեզ բոլորիս։ Այսօր հասկանալի է, մենք բոլորս եկել ենք այս վայրը կարիքով, ակնկալիքով, սպասելով Տիրոջ ողորմությանը, սիրելիներ, եւ փառք Տիրոջը, որ այսօր կա հորդորական խոսք, որ մենք այսօր ունենք Տեր, լսում եք սիրելիներ, Տեր ունենք։ Եղբայրները խոսեցին այդ ավազանի մոտի ուրեմն հիվանդի մասին եւ Տերը 38 տարի ինքն էլ էր սպասում, բայց նաեւ Տերը սպասում էր իրան։ 38 տարի սպասեց Տերը մի բանի համար, երբ որ մոտեցավ այս հիվանդին, ասեց ուզում ես բժշկվես, ասեց Տեր մարդ չունեմ։ Սիրելիներ, Աստծո այս ժամանակ Աստված 38 տարի ինքը տառապում էր այս հիվանդության մեջ, որ հասկանար, որ մարդ չունի, որ Տեր չունի, որ մենք այս աշխարհի մեջ սիրելիներ ոչ մեկը չունենք, բայց այսօր ունենք փառավորվի իր անունը, Տեր ունենք, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Փառավորվի Տերը։ Ես ուզում եմ սիրելիներ եղբայրների խոսքը շարունակեմ, Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 10-րդ խոսքն եմ կարդում, եւ այսպես է գրված. եւ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց, ամեն կանչելա փառավորվի իր անունը, որ մեզ կանչեց իր հավետենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսի ձեռով, ձեզ, որ մի քիչ չարչարվում եք, կատարյալ անե, հաստատե, զորացնե, հիմնե, նրան լինի փառք եւ իշխանություն հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, Տերը մեզի կանչել է, գրված է Քրիստոս Հիսուսով կանչել է իր փառքի մեջ, բայց նաեւ գրված է այստեղ, որ թեև մի քիչ չարչարվում եք։ Այդ չարչարանքը հնարավոր է լինի հալածանք, հնարավոր է լինի նեղություն, հնարավոր է լինի նաեւ մարմնի հիվանդություն սերներ, բայց գրված ասում է Տերը ձեզի կատարյալ անե։ Փաստորեն, եթե Աստված կանչել է մեզ ամեն, կանչել է իր փառքի մեջ, բայց նաև կա այստեղ մի խոսք, որը վերաբերվում է ամեն հավատացողին, որ ձեզ մի քիչ չարչարվում եք։ Սերներ, չգիտեմ մարդու չարչարան կարող է տարիներ տևի, բայց Սուրբ Գիրքն ասում է դա մի քիչ է, ինչի համար հետ է համեմատվում այս չարչարանքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքի հետ։ Մենք այսօր ոչ մեկս այդ ձև չենք չարչարվի, այդ ձև չենք տառապի, սերներ ինչպես նա չարչարվեց մեզանից ամեն մեկի համար, նա կրեց այդ տառապանքը, նա ապրեց այդ բոլոր ապրումները, այդ մարմնի մեջ բոլոր տառապանքը, նեղությունը, ցավը, հարվածները, անարգանքը, ինքը ապրեց այդ բոլորը։ Դրա համար եկեղեցին այսօր Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնով եկած։ Ինքը մարմնի այդ բոլոր հատկանիշները, այդ բոլոր ներգործությունները ինքը կրեց, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ այսօր Աստծո խոսքը մեզ ասում է մի քիչ որ չարչարվում եք։ Արդյոք մենք կարող ենք այս չարչարանքների, նեղությունների, դժվարությունների մեջ Աստծո կամքը հասկանանք, սերներ։ Աստծո կամքը հասկանալ,
եւ այդ կամքի մեջ հնազանդվել Տիրոջը, վստահել Տիրոջը, հավատալ Տիրոջը։ Երեմիայի մարգարեություն սելներ 17-րդ գլուխ 7-րդ խոսքի մեջ գրված է. երանելի այն մարդը, որ Տիրոջն է հուսացել, որ նրա հույսը Տիրոջ վրա է սելներ, ինչ է նշանակում Տիրոջը հուսալ, վստահել Տիրոջ ամեն բաների մեջ, հավատալ իրան, վստահել իրան, որ ինքը տեղյակ է քո ամեն ցավերից, տեղյակ է քո նստելուց, վեր կենալուց, ամեն ինչին ինքը տեղյակ է, փառավորվի իր անունը, եւ մեր հույսը Տիրոջ վրա թող լինի։ Սելներ, այո, չարչարվում էր, ուրեմն դատավորած 6-րդ գլխի մեջ խոսում է Սուրբ Գիրքը, որ Իսրայելը մեծ նեղության մեջ էր։ Իսրայելը մեծ նեղության մեջ էր եւ Աստծո հրեշտակը մոտենում է սելներ Գեդեոնին եւ Գեդեոնին մի բան ասում. Տերը քեզ հետ, ով հզոր զորավոր։ Սելներ Գեդեոնը այսեւ է պատասխանում Տիրոջը. Եթե Տերը մեր հետ լիներ, ինչ էս բաները մեզի պիտի պատահեր։ Սելներ նույն բանը մեզի ասեց Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարան սելներ 28-րդ գլուխ 20-րդ խոսքի մեջ ասեց ահա ես ձեր հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Եվ Աստված չանի մեզանից մեկը այս միտքը ունենա, եթե Տերը մեր հետ է, եթե ես նեղություն եմ կրում, չարչարանք եմ կրում, հիվանդություն ունեմ սելներ, եթե սրա մեջ ես ես մտածեմ, եթե Տերը իմ հետ լիներ, ինչ էս բանը ինձի պիտի պատահեր։ Սելներ, այլ ընդհակառակ, երբ որ մարդը հավատքի մեջ է, երբ որ մարդը Աստծո սիրո մեջ է, Տեր Հիսուսի հետ մտերմության մեջ է, իր առաջնորդը Սուրբ Հոգին է, մարդը իր հետ պատահած բոլոր բաների մեջ, ինչպես եղբայրս ասեց, մի բան ասում, Տեր Աստված, ինձի պատահած բաների մեջ դու արդար ես, որտեվ այս մարդը մենք մի բան ենք հասկանում, որ դա բարիին գործակից է Աստված սիրողների համար, ում որ Աստված նախասահմանությունով կանչեց, բարիին գործակից է, որովհետև սելներ, մենք այդքան լավ մեզի չենք ճանաչում, ինչքան Տերն է մեզի ճանաչում։ Մենք այդքան լավ չգիտենք մեզի ինչ կապանքներ կա դեռ այս աշխարհի մեջ, մարմնի հետ, ինչքան Տերը գիտի։ Դրա համար Տերը հոգս է անում, գրված է, նա ձեր համար հոգս է անում։ Դրա համար սելներ, ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ Սուրբ գրքից, Պողոս առաքյալի կյանքից, Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիների առաջի գլխից խոսում է նեղությունների եւ մխիթարությունների մասին եւ 8-րդ խոսքի մեջ Պողոս առաքյալը բացատրում է ինչ կատարվեց իր հետ սելներ եւ ասում է ուզում եմ այստեղը կարդամ երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 8-րդ խոսքից սիրելիներ գրված է վասնզի չենք կամենում եղբայր, որ դուք չգիտենաք այն նեղությունը, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք։ Պողոս առաքյալը ներկայացնում է մեզ սելներ, որ ինքը մի հատ այնպիսի նեղության մեջ էր ընկել, որ ինքը կյանքի հույսն էլ կտրել էր։ Հոգևոր մարդը սելներ ոչ թե ցավին, ոչ թե հիվանդությունից, ոչ թե մահից պիտի փախնի, այլ պետք է դրան ընթառաջ գնասելներ։ Եվ սեղ սովորեցնում է Աստծո խոսքը մեզի եւ Պողոսը բացատրում է, երբ որ մենք ասում է, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք, բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռն ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք։ Սելներ, նեղությունը, ցավը, հիվանդությունը կպատահի մարդուն սրա համար, որ մենք այս բանը շատ լավ գիտակցենք, հասկանանք, որ սա նրա համար է, որ ես իմ հույսը ամեն ինչից կտրեմ։ Սաղմոս 2-ն այսև ասում, ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Մինչև այս հարցի պատասխանը չգիտեմ, ինչքան է տևել իր կյանքում, ինչ փորձություններ է անցել, բայց երկրորդ խոսքի մեջ 121 Սաղմոս, երկրորդ խոսքի մեջ հենց ինքը առնում այս պատասխանը Տիրոջից եւ այսև ասում, իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքը եւ երկիրը արավ։ Սելներ, իմ աչքերը բարձրացնում եմ սարերը։ Այսօր
Աստծո ուսածը սա է, որ ոչ թե մենք հզոր մարդկանց, որ մեր կյանքում կան, կարողա լինեն սարերի պես զորավոր են, ոչ թե իրանց վրա լինի մեր հույսը, ոչ թե իրանցից լինի մեր օգնությունը, այլ մեր օգնությունը լինի Տիրոջից, որը երկինքը եւ երկիր արավ։ Տիրոջ անունը փառավորվի եւ Պողոս առաքյալը բացատրում է, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք։ Ինքը անձամբ մահվան վճիռը իր վրա կայացրեց, այնպիսի նեղության մեջ էին, սա է մահվանը ընթառաջ գնալ, ցավին ու նեղությանը, չարչարանքին ընթառաջ գնալ, ոչ թե փախնել, ոչ թե շփոթվել, այլ մի բան հասկանալ։ Թեև կրակույի մեջով էլ անցնես, Տերն ասեց, կրակը քեզ չի վառի, որտև Տերը քեզ հետ է։ Տիրոջ անունը փառավորվի սիրելիներ, Գեդեոնը շփոթված էր, ասեց, եթե Տերը մեր հետ լիներ, այս բաները մեզի չէր պատահի, բայց Աստված Տեր Հիսուսը անձամբ մեզ ասեց, ես ձեր հետ եմ, ես քո հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Ուրեմն ինչ որ պատահում է մեր կյանքում, սիրելիներ, դա բարիին գործակից է։ Եվ մենք ոչ թե դրանից պիտի խուսափենք, այլ մենք պիտի գնանք դրան ընթառաջ, եւ մենք այս որոշումը մենք անձամբ մեզանից ամեն մեկը պետք է համարձակ կայացնի, որ ես իմ հույսս կտրում եմ ամեն բանից, բայց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռը ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, ամենավտանգավոր բանը, ամենավերջի բանը, ամենածածկված բանը հավատացյալի կյանքում, որ մնա սիրելիներ, մենք անձամբ շատ ենք տեսել եղբայրը, քույրիկը, որ հոգեվարքի մեջ է, արդեն պիտի գնա այս աշխարհից, ոմանք ասում են գալիս եմ քեզ Հիսուս, ոմանք էլ չեն ուզում գնան, պատճառը մի բան ասելներ, պատճառը մի բան է, մարդը պետք է մահվան ընթառաջ գնա հոգևոր մարդը, որ հույսը կտրի ամեն բաներից, հույսը կտրի ինքը իրանից, հույսը կտրի այդ սարերից, մարդկանցից, այս աշխարհի բժիշկներից, ամեն ինչից, այլ հույսը դնենք նրա վրա, տեսեք ինչ է գրված, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է։ Սիրելիներ, Տիրոջ անունը փառավորվի, Տեր Հիսուսն ասեց, թեև մեռնեն էլ պիտի ապրեն։ Եթե մեկը ինձի հավատացել է, թող Տերը օրհնի մեզ բոլորիս սիրելիներ։ Ես ուզում եմ հրավիրեմ աղոթքի, որ մենք հասկանանք, կպատահի մեզի բաներ, կպատահի, բայց մի բան կա, Տիրոջ անունը փառավորվի, վերջի խոսքը Տիրոջն է, վերջի խոսքը Տիրոջն է, տվել են ինչ-որ դիագնոզիաներ, տվել են ինչ-որ եզրակացություններ, բայց խոսքը Տիրոջն է սիրելիներ, երևույթը ցույց է տալի, որ պրծա վերջացավ ամեն բան, թող վերջանա, Տիրոջ անունը փառավորվի, թող վերջանա, թող Տիրոջ գալուստը շուտ լինի, սիրելիներ, ամեն մեկիս համար, ասում տեղ եմ պատրաստելու, ես ամեն ժամանակ, երբ որ մեր եղբայրներից, քույրերից մեկը սիրելիներ ննջում է, մի բան եմ ասում, իր համար տեղը պատրաստել էր Տերը, դրա համար ուղարկեց իր արեշտակին, որ իր զավակին իր գիրկը տանի, Տիրոջ անունը փառավորվի սիրելիներ, թող մենք մի բանի համար հիվանդ լինենք, գրված ասում է, որովհետև ես սիրո հիվանդ եմ, Տերը թող օրհնի մեզի, աղոթենք սիրելիներ։ Հոգևոր կյանքը պատերազմ է, ես էլ Քրիստոսի զինվոր, թեկուզ եւ ունեմ շատ սխալներ, բայց ընտրությունս Տերն է, թեկուզ եւ ունեմ շատ սխալներ, բայց ընտրությունս Տերն է, իմ ընտրությունը Տերն է, իմ ընտրությունը Տերն է, ես ընտրել եմ քեզ իմ Տեր, իմ ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը
մեր ընտրությունը Տերն է, մենք ընտրել ենք քեզ իմ Տեր, մեր ընտրությունը Տերն է, երբ նայում է իմ վիճակի, տեսնում եմ ինձ անկարող, երբ նայում եմ Աստծո գարի, տեսնում եմ ինձ զորավոր, երբ նայում եմ Աստծո գարի, տեսնում եմ ինձ զորավոր, մեր ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը Տերն է, մենք ընտրել ենք քեզ իմ Տեր, մեր ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը Տերն է, մենք ընտրել ենք քեզ իմ Տեր, մեր ընտրությունը Տերն է, ես զինվորն եմ Սուրբ Հիսուսի, և երբեք չեմ հանձնվի, ով հավատա Տեր Հիսուսին, թեև մեռնի պիտի ապրի, ով հավատա Տեր Հիսուսին, թեև մեռնի պիտի ապրի, իմ ընտրությունը Տերն է, իմ ընտրությունը Տերն է, ես ընտրել եմ քեզ իմ Տեր, իմ ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը Տերն է, մեր ընտրությունը Տերն է, մենք ընտրել ենք քեզ իմ Տեր, մեր ընտրությունը Տերն է։ Շնորհակալ ենք Աստծուց։ Ես նստած տեղում մտածում էի, եթե մեր հետ այս բաները չպատահեր, արդյոք մենք այստեղ կլինեինք։ Մենք մի բան ենք հասկանում, որ այս բոլոր բաները մեզի բերեց Հիսուսի ոտերի մոտ, Աստված մեր համար պատրաստեց մի հրաշալի րոպեներ, ժամեր, որ մենք հանդիպենք իր հետ։ Եվ այդ համարը գրված է գրքի մեջ, դատավորած գրքի մեջ, կներեք դատավորած չէ, երկրորդ թուղթ թագավորած, երկրորդ գիրք թագավորած, 14-ի 14-ը, տեսեք ինչ ա գրված մեր համար։ Երկրորդ թագավորած 14-14 Քանզի մենք անշուշտ պիտի մեռնենք ու գետինը թափվող ջրի կնմանվենք, որ մենք մնալ մեկտեղ չենք հավաքվել։ Աստված մարդու հոգին չառներ, հապա միջոցներ կհնարե, որպիսի աքսորվածը իր մե աքսորված չմնա։ Ես այս համարից հասկանում եմ, որ մեզանից շատերս Աստծուց աքսորված ենք եղել։
Եվ Աստված միջոցները հնար է, որ այսօր ես ու դու այստեղ լինենք։ Կարասա լինի մեր հիվանդությունը, կարասա լինի մեր նեղությունը, կարա դժվարությունն ու հոգսերը լինեն պատճառ, որ ես ու դու այստեղ լինենք։ Մի հարց ամեն մեկս մեր ներսում։ Եթե ամեն բան լավ լիներ, արդյոք մենք այստեղ կլինեինք։ Ոչ։ Բայց Աստված մեզի հավաքելու այս վայրը, որպեսզի իր սերը ցույց տա մեզի։ Նա միջոցներ հնարեց ես ու դու այստեղ լինենք։ Նա սիրում է մեզի։ Նրա սերը չի փոխվել մեր կյանքի մեջ։ Նա նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան նույնն է։ Նա սիրում է մեզի։ Եվ ու այնքան է սիրում, որ չի ուզում որևէ մեկից կորուստը։ Եվ իր սերը շատ ժամանակ հայտնում է մեզի, թողում է նեղություն, թողում է դժվարություն, թողում է հիվանդություն, որ մենք մնանք միշտ իր ոտքերի մոտ եւ վայելենք իր սերը։ Ես հիշում եմ, իմ ոտքս երկար տարի 3 տարուց ավել ցավում էր, կաղում էի ոտքիցս, արդեն ցավը սաստ կանում էր։ Անցած տարի պաշտամունքի ժամանակ հանգավանում պաշտամունքին հիվանդների համար պաշտամունք էր, աղոթում էին հիվանդները եւ յուղովոցում, ես էտե ներկայի։ Ես ամենավերջում կանգնած էի, երբ որ հավաքվեցին մեջտեղը տեղ չկար գալու։ Ես հետևը կանգնած, բայց արդյունքով մի բան էի խնդրում։ Ասում էի Հիսուս, ես քեզ եմ ուզում։ Եվ իմ մտքի մեջ սա է ասում Տեր, ավելի լավ է ես մեկ ոտքով մտնեմ երկինք, քան թե 2 ոտքով կորսվեմ։ Երբ որ աղոթքի ժամանակ ես սրտանց այսպես աղոթում էի, իջավ իմ վրա Սուրբ Հոգին։ Եվ տեսա իմ ոտքի ցավը գնաց։ Ես մեկ ոտքի վրա էի կանգնած, այնտեղ այս ոտքս ցավում էր։ Եվ այդ ցավը որ գնաց, ես ոտքս գետնին էի խփում, արդյոք գնաց թե չէ։ Եվ որ խփում էի, կողքս եղբայրներ էր կանգնած, ասի հիմա կասեն այստեղ են խելագար էս ինչ անում, որտեղ գետնին է խփում։ Ես խփում էի ցավը, տեսնեի գնաց, ես տեսա որ ցավը գնաց, ու աղոթում էի Տիրոջը փառք էի տալիս, ու ասեցի գիտեք ամենակարևորը որն էր, ասի պիտի գնամ եւ ամենտեղ պիտի վկայեմ։ Երբ որ այդ միտքն եկավ, միտք եկավ ինձի, բա որ հանկարծ բժշկված չլինես։ Եվ այդ միտքը չընդունեցի, բայց եկա տուն, ոտքս ցավում էր։ Ընկա արցունքով ասի Տեր, դու ինձ բժշկել էիր։ Դու ինձ բժշկել ես, ես չեմ ուզում որ կասկածեմ քո բժշկության վրա, արցունքով աղոթք արեցի ու Տիրոջը փառք տվեցի։ Երբ որ գնացի պաշտամունքին, եկեղեցում որ ելա, այս վկայությունը որ տվեցի, եղբայր կարելի ոտքի ցավից, ինքն էլ բժշկվեց իր ոտքի ցավից։ Փառք Հիսուսին սրա համար։ Ես ինչի համար եմ ասում։ Այս ամենը պատմում են, որ մեզ բժշկողը մեր ներսում եղած հավատքն է Հիսուսի վրա։ Եթե ուշադիր եք Սուրբ Հոգին դահլիճում մի բան է ուզում անի։ Նա չի ուզում որ մարդը երևա, նա ուզում է որ Հիսուս երևա։ Նա ուզում է որ Հիսուսը բարձրանա։ Հետաքրքիր է, եղբայրը Եբրայեցիս 12-ի 2-ը երբ որ օրինակը բերեց, կարդաց այդ համարը, ինչա գրված։ Ասում է Հիսուսին նայեք։ Մեր հավատքի առաջնորդին, ինչի համար եմ էսի ասում։ Շատ հնարավոր է դահլիճում շատերս նայում ենք ինչ-որ մարդկանց, ինչ-որ լավ քարոզիչների, ինչ-որ լավ աղոթողի, ինչ-որ մեկին ենք նայում դահլիճում, բայց մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին ուզում է մեր բոլորի ուշադրությունը մի բանին ուղղի, նայենք Հիսուսին, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Հիշում եք, դատավորած գրքի մեջ այսպիսի հրամարկ է գրված, ես ուզում եմ այդտեղը մենք հիշենք, երբ որ պատգամ եղավ դատավորած 13-ի 18-րդ խոսքն է, 17-18 խոսքերը, պատգամ եղավ Սամսոնի ծնողներին, որ որդի պիտի ծնվի ձեզի։ Եվ ուզում եմ այդ հատվածը մենք նայենք, տեսեք ինչ է գրված։ Մանուեն Տիրոջը հրեշտակին ասեց. անունդ ինչ է, որպեսի երբ
խոսքերը կատարվեն, քեզ պատվեմ։ Տիրոջ հրեշտակը անոր ասեց. Իմ անունը ինչի կհարցնես, որովհետև անիկա սքանչելի է, ամեն ու ամեն։ Հետաքրքիր է ինչի համար կարդաց ես համարը։ Մանուեն ասեց, երբ որ կատարվի այդ բոլոր բաները, մենք քեզ պատվենք։ Այսօր շատ մարդիկ ես տեղեր լսել եմ նման բաներ ու տեսել եմ։ Եղել է դեպքեր, որ մարդիկ բժշկվել են, որ վերջում հարց ես տվել, ոնց եղավ։ Ասում այս ինչ եղբոր քարոզն էր։ Այս ինչ եղբայրը աղոտ կարեց։ Այս ինչ մեկը ձեռքը դրեց, բայց ամենակարևոր բժշկողը մնացել էր ետևում։ Մանուեն ուզում էր պատվել հրեշտակին, ասեց ինչի ես իմ անունը հարցնում, ով եմ ես, անիկա սքանչելին, որ բժշկեց մեզի, այսպես է ուզում Սուրբ Հոգին, նա ուզում է մեր մեջ հիմա բարձրանա, նա ուզում է մեր մեջ երևա, նա ուզում է իր փառքը երևա մեր մեջ սիրելիներ, Աստված, ողորմած Աստվածը, գիտեք Հռոմեացիների գրքի մեջ ինչ հրաշալի համար կա գրված, 8-րդ գլխում, ասում է Տերը այսպես, Աստված սիրողների համար, հիշում եք այդ համարը, 8-րդ գլխում, ամեն բան բարին գործակից է, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ այսպես է գրված Հռոմեացիս 8:28 խոսքը, սակայն գիտենք, թե ամեն բաները բարին գործակից կլա անոնց, որոնք Աստված կսիրեն, որոնք անոր նախասահմանությանը կանչված են, օրհնյալ է Տիրոջ անունը, ես հավատում եմ, Պաշտամունքի սկզբից Սուրբ Հոգին իր հրաշալի գործը արդեն արել է շատերի կյանքի մեջ, շատերը բժշկվել են, շատերն էլ վախենում են վկայություն տան, գիտեք, ես չեմ ասում, որ գանք կանգնենք, ինչ որ չի եղեն ասենք, ես ուզում եմ, որ մենք տեսնենք վկայությունը, բժշկությունը մեր կյանքի մեջ ու փառավորենք իրան, նա մեր մեջ քայլում է, նա մեր մեջ կենթանի է, նա չի հավաքի այստեղ, որ մենակ հիվանդությունները բժշկի, դրանից կարևոր մի ավելի կարևոր բան կա, հիշում եք, Ղուկաս ավետարանում գրված մի հրաշալի պատմություն, գրված է, Տիրոջ զորությունը ներկա էր այնտեղ բժշկելու համար, և այնտեղ հավաքված էին շատ տարբեր տեղերից հավաքված ժողովուրդ, բոլորը լսում էին Հիսուսին, բայց 4 հոգի, իրանց հիվանդին մահիճով բերեցին Հիսուսի ոտքերի մոտ իջեցրեցին, և ժամանակի առումով ես ուզում եմ, բանավոր եմ ասում խոսքը, իջեցրեցին Հիսուսի ոտքերի մոտ, գրված է Հիսուսը ումը տեսավ, հիվանդին նայեց, գրված է նրանց հավատքը տեսնելով, և հիվանդին ինչ ասեց, քո մեղքերդ քեզի ներված են, բայց հիվանդը մնաց մահիճի մեջ, հիվանդը չկանգնեց, բայց Հիսուսն ասեց, քո մեղքերդ քեզ ներված են, գիտեք երկրագնդի վրա ամենաերանելի մարդը ով է, նա չի, որ առողջ ճակամ ունի ինչ-որ ունեցվածք, երկրագնդի վրա ամենաերանելի մարդը նա է, որ նրա մեղքերին թողություն եղավ, և այսօր Սուրբ Հոգին, մեր հիվանդություններից առավել, անում այդ գործը հիմա մեր մեջ, որ մենք մաքուր լինենք, նա ուզում է մեզի գրկի, նա ուզում է մեզի գիրք առնիրա, նա ուզում է մեզի պատրաստի երկնքի համար, մենք իրա զավակներն ենք, ես միշտ ես խոսքն ասում եմ, Տեր, ես քո համար եմ ծնվել, ես իմ մոր որովայնից ծնվել եմ երկնքի համար, իմ ծնունդը երկնքի համար է, ինձ ես երկրի վրա ոչ մի բան չունեմ, իմ բաժինը դու ես Հիսուս, իմ գանձը երկինքն է, իմ ունեցվածքը երկինքն է, ուրիշ բան չունեմ երկրի վրա, բացի քեզանից ուրիշ բան չեմ ուզում, ես չեմ նայում իմ հիվանդությունը կսաստկանա, կերկարի, իմ ցավը կուժեղանա, ես նայում եմ քեզ, ես շատ մեծ նեղություններ եմ տեսել ժողովուրդ, ես դժվար օրերի մեջ եմ անցել,
Եվ չի դադարել Տիրոջը փառք տալը իմ կյանքի մեջ։ Ես հիշում եմ, երբ որ եղբայրներն ինձ ասեցին, վեր կաց, ելի խոսամ մի գոնե մի կարճ մի հորդոր արա։ Երբ որ հելա որ խոսամ, ես ինչ որ տեսել եմ դա եմ ասում։ Իմ առջև բացվեց մի բան եւ ինձ հակառակորդը ցույց էր տալիս, այ ինքը թող փառավորի։ Այն մեկը թող փառավորի, որ իր ընտանիքով բոլորով նստած են ստեղ, իր զավակներն իր կողքին է։ Ես թուլացավ իմ ծունկերս, բայց Սուրբ Հոգին ինձ մի անգամից ինձ զորացրեց ու ասեց՝ մի վախեցիր։ Ես սկսեցի Տիրոջը փառավորել, Տիրոջը օրհնել, Տիրոջ անունը պիտի փառավորեմ հավիտյան, քանի կենթանի եմ երկրի վրա, որովհետև նա սիրում է մեզ սիրելիներ։ Նա ինչ որ մեզանից վերցնում է, դա սիրո մեծությունն է իրա։ Նա վեկանում է, որ ինքը պահիր է գրքի մեջ։ Տիրոջ անունը փառավորվի։ Այս հորդորն անում են, որ դու լավ իմանանք ամեն մեկս ինչ որ կա մեր կյանքի մեջ, բոլոր բաները բարին են ինձ Հիսուսի ոտերի մոտ բերելու համար։ Եթե դրանք չլինեն, ես այստեղ չէի լինի։ Հիմա ուզում եմ, որ ամեն ինչ մի կողմ դնենք բոլոր բաները ինչ որ կա, ցավը տա, հոգսը տա, դժվարություններն ա, մենակ նայենք երկինք ու փառավորենք իրան, միանանք երկնքի հետ։ Երկինքը երգում է իրան, հրեշտակները երգում են եւ անդադար ասում են Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է Տեր։ Պատկերացնում եք, մինչև հիմա դարերով հրեշտակներն ասում են Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է։ Մենք ինչքան կարանք այդ բառերն ասենք, մենք մարդկորեն հոգնում ենք, բայց որ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքի մեջ, նա չի դադարում փառավորել նրան, օրհնել նրան, որովհետև արժանի է Հիսուսը։ Մենք հիմա պիտի փառավորենք իրան։ Մենք պիտի փառավորենք սրա մեջ մեր բժշկությունը լինելու է։ Ժողովուրդ չնայեք հիվանդությանը, հենց հիմա Սուրբ Հոգին այստեղ բժշկություններ է անում, հալելույա նրան։ Նայենք Հիսուսին, նայենք այդ վերքերին, նա մեր համար է վերքեր ստացել։ Ալելույա նրան։ Աստված ուզում է այդ միացինը, որ բարձրանա, նա է բրկությունը մեր, նա է բժշկությունը մեր, նա է հավիտենական կյանքը մեր, նա պիտի բարձրանա ու պիտի փառավորենք իրան։ Արեք հիմա միայն փառավորենք Հիսուսին, արժանի է փառքերի։ Երկրի վրա